Կսենք աղոթքով աննորի որ Твои ոգմեն Սրբո ամեն Հայր մեր վրգինս ես Սուրբ Երեցի անուն քո եկես արկայություն քո Երեցին գամ քո որպես երգինս եւ երգրի ըս հաց մեր հանաբազոր դուր մեզ այսօր եւ տող մեզ բարձիս մեր որպես եւ մեկ տոնք մերոց մատավանած եւ մի դանիրս մեզի փորձություն Արպրգյազ մեր ճարե զիքոյ արկայություն եզորություն եւ պարկ ավիդյանս ամեն Ողջույն քեզ Մարիամ Լիշնորոք դերն քեզ օրտնյալ ես տվիգանայս եւ օրտնյալ է բդու որովայնի քո Հիսուս Սրբի Մարիամ Մայր Աստծո բարեխոսիավաս մեր մաղվրածս այժմ եւ ժամում ահվաններո ամեն Պարքոր եւ օրթվոյ ոգմի Սրբո այժմ շվերդյանս սրդենից ամեն Տակուի խաղության աղոթիավաս մեր անհոր եւ օրթվոյ ոգմի Սրբո ամեն Ուրեմն ինչպես միշտ կսկսենք հարցումներով, եթե հարցումներ կան։ Ուրեմն հարցում չի գա։ Ես հարցում ունիմ, այս հանկանակ հավադո, որպես PDF տրված է մեր այս գայքի մեջը ով կարդաց Ես կարդացել եմ Ես գիրքն ունեմ կարդացել եմ իսկ մյուսները Ես էլ եմ կարդացել, ես էլ գիրքը ունեմ, կարդացել եմ Ես էլ եմ կարդացել Վարդապետ ջան Անոնք որ գիրքը չունին, անշուշտ ինչպես ասեցի, այսօր PDF-ը կա գայքին մեջը, բայց գրանագիտության գայքին մեջը դրած ենք եւ կարող եք բանալ եւ կարդալ, եթե հետաքրքրված եք, եթե հետաքրքրված չեք, իզուր է ամեն ինչ չէ։ Ուրեմն, անցյալ օրը խոսում էի որ մեկ մասներ ավադամ կևիմի միայն ընտանրական եւ առաքելական Սուրբ Եկեղեցի ընտանրական եւ առաքելական Սուրբ Եկեղեցի անոր մասին մի քիչ բացատրություն տվի եւ նաեւ բացատրություն տվի թե ինչ իմաստ ունի երբ կասենք առաքելական ուրեմն սրանք դիտողներ են եւ կաթողիկե բառը բայց կաթողիկե չէ կորցածված այլ կաթողիկեն հոմանիշն է ընդհանրականը առաքելականը սրանք դիտողներ են երբ որ ասում ենք որ այս եկեղեցին կամ այդ եկեղեցին առաքելական է կամ ավետարանական է կամ ուղղափառ է բոլորն ալ գուզեն ասել որ իրենք ուղղափառ են բոլորն ալ գուզեն ասել որ իրենք բայց չէ հայերը հայ առաքելականները չեն ասել որ իրենք ընդհանրական են իրենք ասեն ոչ միայն հայերուն համար են եւ այո Հայաստանի մեջը բադահեց որ վարսիկներ եկան եւ ցանկացան հոս մգրդվել բայց հայերը չմգրդեցին հայ առաքելականները այսինքն չմգրդեցին
Լիլիթ ասկի առաջ չէիր դրածություն կամ հիմա նորեն դրիր։ Դրել էի հայրան տան, նորից դրեցի, որ ման չկան։ Լավ։ Լավ, ուրեմն ընդհանրական եւ առաքելական Սուրբ Եկեղեցի սա դիտղոս է, բայց երբ որ խոսում ենք, որ Հիսուս հիմնեց, բարև, ասում ենք, որ Հիսուս հիմնեց մեկ եկեղեցի եւ մենք ասում ենք, որ այդ կաթողիկ եկեղեցին է, որ ամենաավելի իրականացնում է այդ Հիսուսի հիմնած եկեղեցին։ Աշխարհի վերջավորության պիտի լինի մեկ եկեղեցի։ Բոլոր նրանք, ովքեր պիտի բրգվին, բոլորը պիտի լինեն այդ եկեղեցու անդամները։ Սա պետք է մեզ ստիպե, որ մենք մտածենք պետք է մտածենք սրա մասին, որ այսօր այդ անցիկ, որ առաքելական է, ուղղափառ է, ողքական է, մյուս բոլորը, որ այսօր հավաքված չեն և միացած չեն կաթողիկի ընդհանրական եկեղեցու հետ, վերջավորության այդ բոլորս պիտի լինենք մեկ եկեղեցի, բայց մեկ եկեղեցի ասելն ամբողջ իրականությունը չի բացատրում, որովհետև մենք երբ որ եկեղեցի ենք խոսում, ամբողջովին տարբեր բան ենք հասկանում, բայց իրականության մեջ ինչ է եկեղեցին։ Եկեղեցին Հիսուսի մարմինն է, Հիսուս գլուխն է, մենք բոլորս պիտի լինենք մեկ մարմնի անդամներ եւ այդ մարմնի անդամները լինում ենք մեր մգրտությամբ։ Հիմա հոնդերը մենք ուրիշ խնդիրներ ունենք, որ այսօր գուսամ անոր պիտի անդրադառնանք մգրտության մասին, որովհետեւ այսօր շատ ողքական եկեղեցիներ կան, որ կասեն, որ մգրտություն անհրաժեշտություն չէ։ Որքան որ Հիսուս Մատթեոսի ավետարանի վերջավորության լսում ենք, որ ասում է, կացեք, մգրտեցեք, անհոր Որդու եւ Ոգու Սրբով, այսօր կան ողքական եկեղեցիներ, որ ասում են, որ չէ, անհրաժեշտություն չի գա, որ մեկը մգրտվի։ Եվ նաեւ իրենք խոսում են, որ մեկը կարող է միայն ցանկությունը ունենա հետևելու Հիսուսի վարդապետությանը։ Ուրեմն մեկ եկեղեցի, որ կնշանակի, որ բոլորս միացած պիտի լինենք եւ այդ միությունը ինչպես հաջող ինձ համար հաճելի եղած է ցեզի բացատրել, որ այդ Հիսուսի մարմինը մեկ մարմինը որ կա, որ մենք բոլորս անդամներ ենք, մատուցում ենք Աստծուն, մատուցենք Աստծուն մեկ պատարագ։ Քրիստոսի պատարագը, որ տեղի ունեցավ ասկի 2000 տարի առաջ, որ միայն ժամանակի եւ տարածքի մեջ չէ, այլ ժամանակեն եւ տարածքեն դուրս մի բան մնե, որ հավիտենականը պիտի լինի, հավիտենականության մեջ պիտի լինի մեր բոլորի պատարագը, մեկ պատարագը, որ կոհացնում է Աստծո փառքը։ Ուրեմն մենք երբ որ մտածում ենք մյուս եկեղեցիների մասին, ողքականները, ուղղափառը,
Առաքելականը հետևյալ ձևով եթե մտածելու լանք չափազանց քրացի է։ Ուրեմն 1970-ական թվականին Կարնալ Ուիլբրանթը այդ ժամանակ ես Հռոմ սովորում էի։ Ուրեմն վարդապետ էի, բայց շարունակում էի իմ ուսումը։ Ուրեմն Կարնալ Ուիլբրանթը հրավիրեց բոլոր արևելյան եկեղեցիների աստվածապանները եւ այդ աստվածապաններուն հետ հանդիպման սկիզբը խոսքը ինքն է որ արավ ուրեմն հրավիրողը բուն հրավիրողը Հռոմի բաբն էր եւ այդ ժամանակ Հովանես Բողոս 6-րդ Հռոմի բաբն էր ինքն էր որ հրավիրած էր եւ Կարնալ Ուիլբրանթին խնդրած է որ ինքը նախագահի այդ ժողովը ուրեմն Կարնալ Ուիլբրանթը երբ սկսեց իր խոսքը ասելով ինչպես որ Հովանես 20-րդ բաբը ասում էր Հովանես 20-րդ բաբը 1958-ին ընդրվեց եւ 63-ին մահացավ ուրեմն այդ 5 տարվա մեջը ինքն է որ երկրորդ Վատիկանի ժողովը հրավիրեց բայց ուրեմն ավասիկ Կարնալ Ուիլբրանթը ասում է ինչպես որ Հովանես 20-րդը ասում էր եկեք մտածենք ավելի շատ այդ մասերին որ մեզ միացնում են հետո գնայինք այդ մասերը որ մեզ բաժանում են սա չափազանց քերացիկ մի նայվածք է որ մենք եւս լավ կլինի որ այդ ծևով մտածենք եւ այդ ծևով մոդելանք ամեն ինչին մոդելանք այդ գիտակցությամբ որ ամենակարևոր ամենակերացիկ բանը այն է որ մենք մտածենք նաեւ այսօր երբ որ գնայինք առաքելական եկեղեցու սրբազանները կանանները երբ որ կխոսին մինչև վերջը իրենք կուզեն ավելի խոսիլ այդ կետերը որ մեզ կբաժանեն առաքելական եկեղեցուց հայ կաթողիկ եկեղեցին առաքելական եկեղեցին կբաժանեն եւ այդ բաժանումներու մասին որ մեծ բան անկանալ շատ խոսին բայց ոչալ ուսումնասիրած են իրականության մեջ ինչևէ հոսե մենք նայենք այդ ինչ որ մեզ միացնում է եւ երբ որ ես խոսում եմ առաքելական եկեղեցու մասին հայ առաքելական եկեղեցու մասին ասում եմ որ 99.99% մեր սորվեցածը մեր ամեն ինչը նույնն է եթե ես Էջմիածին երտամ եւ Էջմիածինը ինձ իրենց բادرակի քիրկը դա նույն բادرակի քիրկն է ինչ որ ես ունիմ բզիկ մեկ երկու բան որ դարբերություն չներ վերջերս նաեւ մի բան իշեցի որքան փոխեցինք մեկ բան որը մասին ասկի առաջ խոսել եմ որ է հավատամքին մեջը մենք առաջ գսեինք որի հորե որտո փոխի բայց հիմա այլևս այդ նախատասությունը աներենք բայց ուրիշ մի բան կա որ Սուրբ Աստվածին մեջը երբ որ ես մինչև 23-24 տարեկանս երբ որ Սուրբ Աստվածը գսեինք Սուրբ Աստված Սուրբ Եզուս Սուրբ Եվանմա օրմի ամես որ խաչեցար որ հարյար որ ինչ գիտեմ ինչ չկար բոլոր հայ կաթողիկները եւ այսօր մանավանդ բادرակի ժամանակ սրա մասին մտածում էի եւ այդ բادرակամադույցը որ ունիմ որ 1905-ին կամ 1906-ին դեպակրված է մեջը նորեն բادرակին աղոթները որ կան on գրված է որի որ փոխին մեկ կոմեն իսկ մյուս կոմենալ գրված է Սուրբ Աստված Սուրբ Եզուս Սուրամա բորմի ամես
Սուրբ Աստված ու Եվզոր Սուբյանա որ միամես ուվդեղ են եկած է, սա հայկական չէ իրականության մեջ, սա հունական է, հունարենն է, որ մեզ եկած է, և ուրեմն Ագիոս Թեոս, Ագիոս Իκτիրոս, Ագիոս Աթանասոս, Քիրիե Էլեյսոն։ Լատիներեն բادرակին մեջն էր Քիրիե Էլեյսոն, գսի, բայց Քիրիե Էլեյսոնը հունարեն բառ է, ամբողջությամբ հունարեն է, բան չէ, լատիներեն չէ։ Ուրեմն Ագիոս Թեոս, Ագիոս Իктիրոս, Ագիոս Աթանասոս, որ կնշանակի Ագիոսը սուրբն է, սուրբ ասված, Թեոս ասված, Ագիոս Իктիրոս հզոր, Ագիոս Աթանասոս անմահ, Քիրիե Էլեյսոն։ Եվ որ այս ասում էինք մենք, այսինքն մինչև 1960-ական թվականները, եւ որ մենք ասում էինք, ուրեմն մենք սա վերակրում էինք, ինչպես հույները մինչև այսօր վերակրում են այդ խոսքերը Սուրբ Երրորդության, բայց առաքելական եկեղեցին, որ ասում է, որ հրյարի մերելոց, որ ծնար եւ այդնեցար, որ խաչեցար վասմեր, ուրեմն դարձնում են այդ աղոթքը Հիսուսին եւ ոչ թե Սուրբ Երրորդության։ Չեմ գիտերի եթե ասպանի մասին լսած էի կասկի առաջ, բայց ասյալ ցեզի բզիկ դայգություն եւ այսինքն ես կողչեմ, ասեմ ցեզի, բարձրեն գասեմ։ Որովհետև երբ որ խոսենք հոգի կալուստի ժամանակ եւ կսենք Սուրբ Աստված, Սուրբ Եվզոր, Սուրբ Եվանմահ, բունը բանի մասին չէ, Հիսուսի մասին չէ, Սուրբ Երրորդության մասին է։ Ոյ հարց դերևս չի գա։ Okay, շատ լավ։ Վերջը շարունակում ենք, հավատում եմ, իմի մգրտություն, ապաշխարություն, իկավություն եւ իտողություն մեղած։ Ուրեմն հոնդեղ հավատում ենք մգրտության, բայց հավատում ենք, որ մեկ մգրտության կա։ Հավատում ենք ապաշխարության, մեղքերի թողության, կավության եւ թողության։ Ասենց ամեն մեկը բացատրության կարիք ունի։ Ուրեմն մի մգրտություն։ Ուրեմն սկիզբը, եկեղեցու պատմության սկիզբը, բավական խնդիր կար խորհուրդների մատակարարության վերաբերյալ։ Եվ մեր հայրերը, եկեղեցու հայրերը, բավականին վիճապանություններ ունեցան, որ եթե այդ քահանան, որ խորհուրդը մատակարարում է, ինքը մեղքի մեջ է, իր մատակարարած խորհուրդը վավեր է կամ ոչ։ Բավական մտածեցին սրա մասին եւ վերջը հասկացան, որ անհնարին է բանել, որ այդ քահանան, որ խորհուրդը մատակարարում է, անպայման պետք է մաքուր լա, մեղքի մեջ չլինի։ Այդ ժամանակ մեզանից յուրաքանչյուրը մենք մեզ հարց պիտանք, որ այդ քահանան, որ մեզ մգրտած ժամանակը մաքուր էր կամ ոչ։ Տագնվրայություն։ Ուրեմն վերջը եկեղեցին սովորեցուց, որ մգրտությունը մեկ անգամ պիտի լինի եւ այդ մգրտությունը գախում չունի։ Նույնիսկ եթե հերետիկոս է,
այդ մգրդողը նույնիսկ եթե մի վարտաբեդ է, որ պիլոնազուրկ եղած է, եթե մգրդում է այդ ձևով, որ եկեղեցին ցանկանում է, որ մգրդությունը լինի, ուրեմն այդ մգրդությունը վավեր է։ Եվ այդ մգրդությունը միակ մգրդությունն է, որ մեղքերի թողությունը կապահով է։ Բուն մեղքերի թողությունը սա չափազանց կարևոր է, որ հասկանանք։ Մեղքերի թողությունը տեղի է ունենում մգրդությամբ։ Առանց մգրդության մեղքերի թողություն չի գա։ Բացի այդ անձը, որ մգրդված չէ եւ մահամերձ է եւ Աստծուց ներում խնդրում է, Աստված անշուշտ կներե, բայց կյանքի ընթացքում մեղքերի թողություն չի գա առանց մգրդության։ Մգրդությունը առաջին խորհուրդն է եւ բանալին է մյուս 6 խորհուրդների։ Եթե մգրդություն չունիս, մյուսներն ոչ մեկը չես կնար ընդունել։ Եվ սա Հայաստանի մեջ իմ կալես վերջը պատահած մի բան է, որ ձեզ պատմեմ, ուրեմն մեկը քահանա ծերնադրվեցավ, բայց քահանա ծերնադրվել են հետո Սրբազանը խոսած ժամանակը կանդրադառնա, որ այդ անձը, այդի մգրդությունը մի դատիկ մնե, որ արել է եւ մգրդած աղոթքները այդ Սուրբ Երության անունով չի եղել։ Ուրեմն այդ անձը քահանա ծերնադրված էր, բայց ծերնադրությունը անիմաստ էր։ Ամբողջ արարողությունը նորեն եղավ։ Անշուշտ մգրդվեց դրոշմերը եւ վերջը նորեն ծերնադրվեց։ Հստակ է, չեմ գիտեր։ Տեսեք, ծեր ոսամիան երկու օքի գա որ երեսը կտեսնեմ, մնացած իմ ոչ երեսը կտեսնեմ, ոչ ակիտեմ եթե հոն եք կամ ոչ։ Էջերը բացել Շատ իր լսում ենք, Վարդապետյան։ Աստված գիտե ուր եք, հա? Այստեղ եմ ես։ Եթե Ուղղակի իմ կամերայի հետ ինչպես մի համակարգչից կամերայի հետ խնդիր կա։ ամեն մեկերնից ծեր պատճառաբանությունները ունեք, բանը հետևանքը անե, որ ես ծեր երես չեմ տեսներ։ Միան երկու օքի գա, որ հիմա երրորդն բացեց։ 15 օքի եք, միան 3 օքի է, որ երեսները բացել են եւ տեսնում եմ, որովհետեւ այսինքն երբ որ խոսիս, բադին խոսիլը շատ բան չէ, հա։ Ցանցրացուցիչ մի բան մնե, բադին խոսելը։ Ինչևէ, հիմա 4 եղան։ Okay. Ուրեմն մեկ մգրդություն։ Այսօր Հայաստանի մեջ քանիներ գիտեմ, որ նորեն եւ նորեն մգրդվեցին, բայց մգրդողը չէր գիտեր, որ նորեն մգրդվում է։ Այս խաղը խաղցան նաեւ Աշոցք հիվանդանոցը, որտեղ հոնդեղ մգրդվողներին վերգուտային բանկներին, անցիկ ովքեր ուրիշ տեղ մգրդված էին, հոն եկան եւ հոնալ նորեն մգրդվեցան։ Ինչպես արկիլված է, մեղք է, որևէ մեկը որ գիտենալով կնա կերտա եւ նորեն կմգրդվի, մեղք է իր ռացը։ Իսկ
Այսօր առաքելական եկեղեցին եւ կաթողիկ եկեղեցին մենք խնդիր չունենք, կընտրենք իրենց մգրտությունը, իրենք ալ կընտրեն մեր մգրտությունը, բայց դժբախտաբար Հունաստանի մասին չեմ գիտեր, Հունաստանի մասին վատ բան չեմ լսած, բայց ռուսական եկեղեցին չընդուներ կաթողիկ եկեղեցու ոչ ալ առաքելական եկեղեցու մգրտությունը։ Առաքելականներուն կողմ մգրտված է, երբ որ ռուս եկեղեցու մեջ են, իր մգրտությունը ընդունված չէ եւ հաղորդություն չեն դար։ Երբ որ գիտեն, որ հայես եւ հայ եկեղեցու մեջ մգրտված է, հաղորդություն չեն դար։ Ասեն որ չես մգրտված։ Ոչ ալ կբսագեն։ Նորեմ կմգրդեն, որ քեզի բսագեն կամ հաղորդություն դան։ Այս սեվով է, որ բանը Վարդապետ ջան, կարծեմ լրիվությամբ չեն մկրտում, մկրտությունը պահվում է, ինչ որ արարողություն են անում, ինչ որ խոստովանանքի նման ինչ որ բան են անում։ Ջուր չեն տապում եւ չեն ասում մգրդում եմ քեզ աննորի օրդվոյ ոգին սրբո։ Որքանով գիտեմ ոչ, Ուրեմն որքանով ես եմ տեղյակ։ Ես Ուրեմն կճշտեմ ես- մյուս անգամին կասեմ ձեզ։ խնդրեմ, Ահա։ որովհետեւ ինչ որ ես լսեցի անցիկ ովքեր կուզեն հաղորդություններն իրենց այդպես բացեր եւ նաեւ որ գուզեր ռուսի հետ ամուսնանալ ասեցին որ նորեն մգրդել են իրեն։ Սա հասկացություն կարող է լինի, բայց եթե այդպես է ավելի ուրախ եմ, քան թե մտածեմ որ ռուսները չեն ընդունում մեկ մգրտություն, որովհետև սա է ինչ որ այսինքն ընդհանուր եկեղեցին ընդունած է եւ պետք է որ ընդունի նրանք ովքեր հավատով անգամ ընդունում են կամ պայման պետք է ընդունի մեկ մգրտություն իմի մգրտություն վերջը ապաշխարությունը նաև մեծ խնդիր է որովհետև եկեղեցու սկիզբը այդպես ներկայացնում էին որ եթե մեկը մգրտվել է այլևս մեղք պետք չէ գործել ծանր մեղք չպիտի գործես եւ խոստովանանք չի գար կամ մեծ բան գար վիճաբանություն գար արդյոք մեղքերի թողություն պետք է որ տեղի ունենա կամ այլևս իրավունք չունիս մեղանչելու այդ ծևով է որ սկիզբներ եւ նաեւ մանավանդ նրանք ովքեր հալածանքի ժամանակ իրենց կրոնքը դրժում էին իրենց համար վերա ընդունվել հնարավոր չէր եկեղեցու մեջ քանի որ հեռացար եւ դրժեցիր քո հավատքը այլևս չես կարող հավատք նորեն ունենալ հավատքի մեջ չես ընդունվել բայց հետո այդ կետը եւս ամբողջովին դարբեր ծևով մեկնաբանվեց եւ ովևէ մեկը ինչ որալ ծանր մեղք գործած լինի կմաքրվի անշուշտ մգրտութենեն առաջ բոլոր մեղքերը որ գործած է որքան ծանր լինի բան լինի այդ ամեն մեղքերը վերջանում են մգրտությամբ այդ աստիճանի որ տեսնում եք առաջին տարերուն որ նույնիսկ ոչրակորցը մարտասպանը այլևս իրեն չեն թադում որովհետև
մգրդվեց նոր անց եղավ եւ այդ նորության մեջը ավասիկ իրեն նոր ազատություն է դրվում նոր կյանք է սկսում այդ անցը ուրեմն Ապաշխարությունը ընդունվեց եւ ապաշխարությունը մեղքերի թողությունը որպես նաեւ անհրաժեշտություն ընդունվեց իսկ այսօր կան բավական մեծ թվով փոխկականներ ովքեր ասում են որ մեկ անգամ որ բրգվել ես այլևս ինչ մեղքալ գործես կարևոր չէ երկնքերտաս դու չես կրնար բրգությունը գործընծնել զազի չափ մեղք գործես որքան ծանր մեղք գործես ինչ ես այդ մեղք որ գործես չես չես ստացրել բրգությունը ստանալուց եւ մեծ տիվով են եւ Բայց որ խոսքի հիման վրա են նրանք այդ ընդունում խոսքի վրա չէ չկա ունդեղ խոսք սա իրենց դրամապանությունն է միայն որ սխալ դրամապանություն է սա ապահով լինեք շիդակ չէ բայց այսօր կան հազարավոր ես բրգված եմ վերջացավ չեմ գնար գործիլ անշուշտ կաթողիկե եկեղեցին այս կապարին չափազանց թեմ է եւ ամեն ձևով քրությունների մեջ վիդեոների մեջ բան YouTube-ի վրա ասորտեմ միշտ կաթողիկե եկեղեցին խոսում է եւ այդ անցիկ ովքեր հակառակը ասում են իրենց հետ վիճապանություն միշտ կա եւ փորձում են համոզել որ ձեր բռնած թիրքը սխալ է ուրեմն ոնդեղը ապաշխարությունը որ կա ապաշխարություն այսինքն ես կզղջամ ես մգրդված եմ մեղք գործել եմ կզղջամ իմ մեղքերիս համար բայց նաեւ այդ ապաշխարությունը չմոռանանք որ անհրաժեշտություն է մգրդությունը ընդունելու համար որտեղ մգրդությունը նույնիսկ որ գնանք աղոթքը որ բանականան որ խոսում է մգրդողին հետ կամ կավորին հետ ինչպես է այդ խոսակցությունը հրաժարի սատանային հրաժարի իրեն խապեյութենեն ուրեմն հրաժարվելը որ նշանակե ապաշխարել կնշանակե հերու գնալ այդ սատանայից եւ իրեն խապեյություններից սա անհրաժեշտություն է մգրդության համար իսկ մյուս կողմեն քանի հոգի ճանաչում եք որ հասկացել են այս կետը երբ մգրդվել են քանի հոգի այս մասին բացատրություն ստացել է ոչ միայն առաքելական եկեղեցի կողմեն այլ նաև կաթողիկ եկեղեցի կողմեն քանի հոգի այս բանը վարդապետությունը այս իրականությունը իրեն բացատրված է քանի հոգի ճանաչեք Ճակի մեջ ենք վարդապետ ջան որովհետև այդ քավոր ասածը որ քավոր ենք ընտրում կարող է հայրմերն էլ չգիտի բայց խոսք է տալիս կամ եթե նույնիսկ գիտենք էլ օրինակ ես կնքեցի իմ երկու սանիկներուն բայց ինձնից հեռու են վարդապետին ասացի
Հայր Հովհաննես ասացի, ես ստացվում է, որ գիտակցաբար մեղքի տակ եմ ընկնում, որովհետև Աստծուն խոստանում եմ, որ այո, ես կսովորեցնեմ, ինչպես որ քրիստոնյային վայել է, ամեն ինչ կանեմ, բայց իրենք ինձնից հեռու են, եւ տարին մի անգամ տեսնեմ, չտեսնեմ, բայց խոստումը տալիս եմ։ Դա մի տեսակ ֆալշիվի բան է ստացվում, մի տեսակ ու բոլորս էլ գիտակցում ենք այդ։ Ծնողները առավել եւս ոչ մի բան էլ չգիտեն, ծնողների վրա էլ չեմ կարողանում հույս դնել։ Ու այդ լուծը վզիս առած տանում եմ, այդ հլը ես եմ տանում։ Այն մյուսները, որ խավոր են լինում, 4, 5, 6, 10 հոգու խավոր են լինում, սանիկների, որոնք չգիտեն էլ, որտեղ են ապրում։ Ես քեզ հիմա ուրիշ կողմեն մոդելամ այս հարցին։ Այսօր վերջին 30 տարիներին բիդասեմ, որ Հայաստանի մեջ մեկ միլիոնեն բավական ավելի մեծ թիվ մարդիկ մգրդվեցին։ Ասոնք մանուկներ չեն։ Մեծամասնությունը մեծեր են, չափահասներ են։ Եվ չափահասները, որ բանակ գնալուց առաջ մգրդվեցին, ամուսնանալուց առաջ մգրդվեցին, կամ ամուսնացած օրերը նույն օրը մգրդվեցին, Ոյվի բացատրություն դրվեց իրենց, այդ մեկ միլիոնեն շատ բան հարադացյան լամ և հարց տամ, ասեմ, որ գա 1000 հոգի, որուն բացադրվեց մգրդությունը և որ պետք է ապաշխարել Սա է, ուրեմն ուրիշներու մասին չմտածենք, այլ տեսնենք, թե ուր է հարցը և մեր խոսակցություններուն մեջ է և նաև այդ ամեն անցիկ ովքեր մգրդված են, իրենց կարելի է բացատրել, որ հասկանան։ Տեսեք, հիմա աշխարհին 4 կողմը 150,000 հոգի կա, որ պատրաստվում է մգրդության զատկվա օրերին։ 100,000-ը շատ ավելի է։ Եվ անոնք պատրաստվում են, անոնք դասների հետևում են։ Միայն Հայաստանի մեջ չկա այդպիսի բան։ Նույնիսկ եկեղեցին արտասահման միջանք տապում է, որովհետև ամաչում են տեսնելով մույսները, իրենք էլ ամաչում են, իրենք էլ սովորեցնում են, իրենք էլ պատրաստում են։ Եվ մգրդության պատրաստություն կա, եւ բուսակի պատրաստություն կա։ Ինչ է це։ Ուրեմն ապաշխարություն, որ պետք է ապաշխարենք, պետք է զղջանք եւ պետք է դառնանք դեպի Քրիստոս։ Որովհետեւ Հիսուսի խոսքը ապաշխարեցեք, այսպես սկսավ իր ավետարանը։ Ապաշխարեցեք եւ հավատացեք ավետարանին, հավատացեք բարի լուրին։ Ուրեմն մեղքերի համար նաև ոնդեղը հավատում ենք ի կավություն և ի թողություն մեղած։ Այդ կավությունը և թողությունը կարևոր բաներ են, որ պիտի հասկանանք, որ տարբեր բան է։ Եվ ինչ որ կաթողիկ եկեղեցին սովորեցնում է, այն է, որ եւ արգելական եկեղեցին սա սովորեցնում է, որպես բան Չվեսեմ սկզբունք, որ մեզանից յուրաքանչյուրը պետք ենք ապաշխարել, պետք ենք մեր մեղքերի թողությունը ստանալ, բայց թողությունն էլ անտին ստանանք կավություն։ Այսինքն, երբ որ մեկը Եվ սա, եթե շիտակ ծևով հասկանալու մեր ամբողջ կյանքը կփոխվի, որովհետև ընտանեկան կյանքի մեջ պետք է սա
բանա իրականանա որ կարևորություն չեք տար ընտանիքին մեջ դերև դիգին գգրվին ներում չկա երկու երեք օր հրավերություն խոսիր վերջի շարունակեն գարցես որ պամը չկա ներողություն խնդրող կա հասվակույտ եւ նույնն է մեր բռնած թիրքը Աստծո հետ եւ որ մենք վարժված չենք եւ նաեւ ուրիշ մի բան որ մենք շատ քիչ մարդիկ վարժություն ունեն շնորհակալություն հայտնելու անոր համար Աստծոյալ շնորհակալություն հայտնողները շատ քիչ են եւ սա հայկական չէ այլ Գարտում ենք ավետարանին մեջ է, որ 10 փորոտներն միան մեկ հատն է, որ վերադարձավ Հիսուսին։ Մուսինը շարունակեցին իրենց ճամփան, առանց շնորհակալություն հայտնելու։ Շնորհակալություն հայտնելը, ներողություն խնդրելը, որ կան անհրաժեշտությունը, որ սա մեզանից յուրաքանչյուրի արյան մեջ մտնի, որովհետեւ մենք նոր սերունդին այս ամենը սորվեցնենք մեր բոլոր խոսակցություններին մեջը մեծերի հետ երբ որ խոսենք նույնիսկ զույգերի հետ որ խոսենք տիկնոջ հետ որ խոսենք կամուսի հետ որ խոսենք բացատրեք որ կան անհրաժեշտությունը ներում խնդրելը բայց միայն ներում խնդրել չէ այլ երբ որ նեղացրել ես ուրիշին բզդիկ պամը բիդի անես եթե հանցանքը բզդիկ է բզդիկ պամը բիդի անես հանցանքը մեծ է մեծ պամը բիդի անես որպես կավություն եւ եթե եւ երբ մենք կհասկանանք այդ կավությունը որ անհրաժեշտություն է այդ ժամանակ ավելի հեշտությամբ կհասկանանք կավարանը եւ կավարանի թերը եւ մեր աղոթքը կավարանի հոգիների համար մարդս երբ որ կմեռնի պիտի ավելի մաքրվի հադուցում պիտի անի իր սխալների համար անոր մասին պետք է անշուշտ շատ երկար խոսալ կավարանը կավության վայրն է Արտումներ Ուրի էլի հարցում չկա շատ լավ եւ վերջավորության հասնում ենք ի հարություն ներելոց ի դաստան ավիդենից օկված եւ մարմնոց արկայություն երկնից եւ իգանց ավիդարագանց Քրիստոնյա հավատի ամենամեծ խոչընդոտը անշուշտ մերների հարությունն է որովհետև սա մի բան է որ չեն կարող հասկանալ մեր բանականության դեմ չէ բայց մեր բանականությունն անտին է այդ մերների հարությունը ինչպես հարություն մի դառնե այդ ամեն մարդիկը որ հազարավոր տարիների ընթացքում մեռան մարմինը պտեց կամ անասունները գերան կամ ծուգերը գերան ծովին մեջը կամ այրվեց ամբողջությամբ ինչպես իդ հարություն մի դառնե Սուրբ Ոսկսը որ մենք չենք հասկանում Աստծո զորությունը եւ երբ որ ավելի հարց կտան ասե ինչպես որ ծորենը որ գտանես նույն ծորենը չէ բայց նույն ծորենն է որ կպուսնի
հարությունն նույնն է։ Մենք նույնն ենք եւ վերջավորության որ հարություն պիտի առնենք, մենք չպիտի լինենք երկու մաս, երկուս, այսինքն մեր մարմինը եւ մեր հոգին միացած պիտի լինի եւ պիտի թադվենք երկուք միասին։ Եվ այդ մարմինը, հարության մարմինը անշուշտ շատ տարբեր պիտի լինի մեր հիմակվա մարմինեն, որովհետև հարության մարմինը այլևս ուտելու կարիքը չունի, հանգչելու կարիքը չունի եւ մեր բջիջները պիտի լինեն հավիտենական։ Այսօր երբ որ սկսեցիք ինձ լսել մինչև հիմա, ամեն մեկերնից մեջը քանի տասնյակ հազար բջիջներ մեռան եւ տեղը ուրիշները եկան։ Ամեն վարքյան մեր ոսկորների 1/3 փոխվում է։ Այսինքն 3 տարի հետո մեր ամբողջ ոսկորները ամբողջովին ուրիշ բջիջներ են, քան ինչ որ այսօր է։ Նույնիսկ մեր մարմնի բոլոր բջիջները, միայն ուղեղի բջիջներն են, որ շատ նորերը չեն ստեղծվում, բայց մնացած մարմինը 7 տարին անգամ այլևս չունիս ոչ մեկ բջիջ, որ առաջ ուներ 7 տարի առաջ ուներ։ Ամբողջովին փոխված է։ Բայց շարունակություն է, ինչ որ կար, նորություն չէ։ Այդ նոր բջիջները, որ գալիս են, մեծամասնությամբ նույն առողջությունը ունի, ինչ որ առաջվան ուներ։ Ուրեմն, այդ բջիջների փոփոխությունը դեղի պիտի չունենա այլևս հարության մարմնի մեջը։ Բայց իմ մարմինս է։ Բայց որ մեկ մարմինս է։ Այսօր երբ որ նայում ես իմ նկարը, երբ որ նոր ծնված եմ, երբ որ 5 տարեկան եմ, 10 տարեկան եմ, 20 տարեկան եմ, մեկ երբ որ գնայım հին նկարներին, զարմանամ, կսեմ ասկա ես եմ իրապես։ Շատ անգամ որևէ մի բան չեմ տեսնել, որ ինձ կապե այդ նկարին հետ։ Ուրեմն հարության մարմինը հիմակվա մարմնի ծևի հետ գապ պիտի չունենա շատ, բայց այդ եսը, նույն եսն է, որ ես պիտի ասեմ հարությունեն հետո, նույն եսն է, և մարմինն իմն է, և հոգին իմն է։ Ես հավատում եմ, որ աշխարհի վերջավորության ուրեմն այդ հարությունը տեղի պիտի ունենա, և մեկ անգամ որ այդ հարությունը տեղի ունեցավ, պիտի լինի վերջին Դատաստանը։ Մինչև այդ ժամանակ ինչ պիտի անենք։ Մինչև վերջին Դատաստանը։ Այդ ինչ որ եկեղեցին սովորեցնում է, մեզանից յուրաքանչյուրը, երբ որ ժամանակը իրեն համար դադարում է և մահանում է, դեղի պիտի ունենա անհատական դատաստան։ Եվ այդ դատաստանը ոչ թե Աստված նստած է և պիտի դատե և մեզի ասե մեր բոլոր մեղքերը, չէ։ Խոսել եմ
որոշ անձանց հետ ովքեր մահամերձ եղած են եւ վերադարձած են եւ պատմում են ինչպես իրենց մտքին արջևեն անցնում է իրենց ամբողջ կյանքը չափազանց մեծ արագությամբ իրենց բոլոր ըրացները, ըսածները այդ ամենը չափազանց մեծ արագությամբ իրենց արջևեն անցնում է մեծ բան է ուրեմն մենք ենք որ պիտի տեսնենք հստակորեն թե մենք ինչ վիճակի մեջ ենք մեր մեղավոր լինելը որ մեղավոր ենք եւ մեղավոր կմնանք բայց ինչպես Մարտիրոսյան գսիրը ասել ներված մեղավորներ բայց եւ այնպես տեսնելով մեր անարժանությունը մենք պիտի ցանկանանք որ մենք մաքրվենք որպեսզի կարողանանք Աստծուն մոտենալ հոն Դադաստանին մեջը մարդիկ կմտածեն որոշ անձիկ որ Աստված չափազանց խիստ է եւ բրգվողներուն թիվը շատ քիչ պիտի լինի բայց մյուս կողմեն կան անձիկ ովքեր կմտածեն որ Աստված այնքան բարեգութ է որ բոլորին պիտի ներե հոս է որ այսինքն մենք հիմա խոսում ենք այս քրության մասին բայց երբ որ մտածենք եւ ուսումնասիրենք որպես աստվածաբանություն աստծո արդարությունը այդ ժամանակ ամբողջովին դարբեր անգույնները պիտի դիտենք այս իրականությունը մեկ կողմեն չէ որ պիտի դիտենք շատ կողմերեն պիտի նայենք եւ նաեւ պիտի հասկանանք որ արդարությունը եւ ողորմությունը Աստծո մոտ երկուքն էլ անձայրացիր է բայց մեզի համար մարդկայնորեն պատամենու մասին մտածելով մենք չենք կարող հասկանալ ինչպես ողորմությունը եւ արդարությունը կարող է որ անձայրացիր լինի իսկ այսօր արդարությունը մեր դատարաններուն մեջը արդարությունը փորձում է ավելի լավ հասկանալ կացությունը երբ որ մենք հասկանանք մարդկային արդարությունը թե ինչպես աշխատում է իսկապես արդար լինի եւ բադիժը որ դրվում է իմիդ ունենում է արդարություն բայց նաեւ այդ անձի անցյալը ուրեմն երբ որ եւ շատ անգամ զայրահեղության գերտան նաեւ դատարաններուն մեջը որովհետև այս անձը ծնողները շատ վատն են եղել, շատ այսրեն բան եւ ուրեմն այս անձը այդ ամեն սխալները որ ռած է հանցանք իր չէ, հանցանք իր մամային է, բաբային է, ուսուցիչին է, ուրիշին է, երբ որ ացեվով մտածեն ուրեմն հանցանքը բագասում է այդ անձի մեջը եւ վճիռը որ դրվում է իմիդ ունեն թե որքանով ինքը հանցավոր է եւ
Աստված, որ մեզ ճանաչում է ամբողջությամբ, անշուշտ ինքը միլիոն տոկոսով, այսինքն անծայրածիր օրեն հասկանում է մեր սխալը եւ մեր սխալի ծանրությունը։ Եվ երբ որ կխոսենք ծանրության մասին եւ մեր սխալների մասին, ես կսիրեմ հիշեցնել Շեքսպիրի քրություններեն մեգումը մեջը King Lear-ի այդ բան Lear տակավորի Lear արքայի այդ տադրախաղության մեջը մեկ դող կա, որ գսե ավելի մեղք կործված էր իր դեմ, քան ինքը մեղանչեց։ Սրա մասին երկար մտածած եմ։ Առաջին անգամ ես սա լսած եմ դեկտեմբեր 1972 դեկտեմբեր 72 այսինքն մեզանից յուրաքանչյուրը մեր դեմ ուրիշները շատ ավելի մեղանչել են, քան ինչ որ մենք մեղանչում ենք։ Եվ սա կարող ենք ասել բոլորի համար, բոլոր մարդկանց համար։ Ուրեմն սա չափազանց կօգնի, որպեսզի մենք նաև մենք մեզ համար ավելի քիչ խստապահանջ լինենք եւ նաեւ ուրիշների հանդեպ։ Հասկացանք, պետք է մտածել։ Եվ չի նշանակել, որ եթե մտածում եք, որ անպայման համամիտ պիտի լինեք, կամ անպայման պետք է հակառակը մտածեք։ Հասկանաք, թե ինչ եմ ասում։ Ինչ իմաստուն է իմ ասածս։ Այդպիսի մտածելակերպը շատ բաներ կհարթեցնի, վարդապետ։ Բայց այդպես է, այո։ Այո։ Վաղը հանդիպում ունիմ մի չեմ գիտեք 8-10 մամաների հետ եւ ինչ որ իրենց հետ խոսիմ այս նյութի շուրջն է։ Եվ մեր արարքների հետևանքը գալիք սերունդների վրա։ Որովհետև մեզանից յուրաքանչյուրի արարքները հետևանք ունին առնվազն 3 սերունդ։ Եվ 3 սերունդ առաջ իրենց ըրածը հասցեություն ունի այսօր մեր վրա։ Ունեցել է մինչև այսօր։ Մի լատին վարդապետ ունեի, որ բողոքում է իմ բնավորությունից, ասում էր, քոնը մենակ 15%-ն է։ 15%-ը կարողացար փոխել, դու արդեն արքայության մեջն ես, այն մնացածը թող։ Դրանք ժառանգություն են։ Իրականացություն գիտեմ։ Եվ նաև ում փոփոխությունը իրականության մեջը մենք չենք կարող փոխել։ Միայն պիտի խնդրենք Հիսուսից, որ ինքը փոխե։ Եվ Հիսուս ասում է, չմոռանանք այս խոսքերը Հիսուսին, ոչինչ չեք կարող անել առանց ինձ։ Ոչ մեկ բարի բան չեն կարող անել առանց իրեն։ Ոչ չէ կարող ենք 5% կամ 10%, ոչինչ, вообще չեն կարող անել առանց իրեն։ Եվ իրողնությունը խորհուրդների միջոցով է։
աստրանանքը, հաղորդությունը, որքան կարևոր է։ Okay, հարցում ունիք։ Եթե հարցում չի գա։ Այս ջահելները հաստատ ունեն, բայց ամաչում են երևի 15 հոգի ենք, ասենք թող 10 հոգի լինեն։ Ձայն չեն հանում։ Հնարավոր չի, որ չունենան հարցեր։ Որ ես հաջող ասել եմ եւ կսիրեմ ասել, աբուշ հարցում չի գա։ Եվ այդ հարցումը, որ կա մտքիդ մեջ է, կա նաև ուրիշների մտքին մեջ է, եւ սպասում եք, որ ուրիշը այդ հարցը դա կան թե դուք դա, որ սխալ է։ Դուք եղեք նախաձեռնողը հարցնելու եւ այդ հարցումների մեջ երբեք սխալ հարցում չի եղել։ Իմեդս։ Լավ, մեկ անգամ եւս ասեմ հարցում ունիք։ Եթե չունիք, Ես մի հարց ունեմ Հայրանտոն։ Ասենք թե մեկը դեռ նոր աթուղ երիտասարդ է ու մեղքեր շատ չի գործել, սովորական նոր առօրյայի մեջ է ու հիվանդանում է ու բավականին բարձր հիվանդությամբ է հիվանդանում։ Ասենք դա կարող է լինել նախնիների մեղքերի հետևանք կամ ինչն է պատճառը, որ հիվանդած է։ Հիվանդությունը մեղքի հետևանք չէ, այլ գործունեության հետևանք է։ Ավելի բացատրության կարիք ունի այո այս խոսքը, ինչս էլ կուզեմ։ Կա մեղքեր, որ հետևանք ունենում են եւ կա մեղքեր, որ հետևանքը ավելի հոգեբանական է եւ հոգեգան է։ Կա մեղքեր, որ բանը հետևանքը կարող է որ լինի ֆիզիկական, բայց երբեք չի կարծենք, որ ամեն մի հիվանդություն մեղքի հետևանք է։ Ոչ։ Նույնիսկ եթե մտածելու լինենք, որ մեղքի հետևանք է, սա իմ մեղքի հետևանքս չէ։ Որովհետև այսօր մենք տարբեր ընկերություններ, որ շուկայի վրա տեսակ ուտելիքներ վաճառում են, տուփեղենը, ամեն տեսակը, եւ անոնց մեջ իրենց տրածը վնասակար է։ Ասկա իրենց մեղքն է։ Երբ որ դու գուտես եւ գիվանտանաս, քու մեղքի հետևանքը չէ, ուրիշի մեղքի հետևանքն է։ Այսօր Միացյալ Նահանգների մեջ մեծ շարժում կա ճիշտ ասպանի մասին։ Կովաստ տեսնում էի, տարբերությունը ցույց էր տալիս այդ ինչ որ Միացյալ Նահանգների մեջ վաճառվում է երեխաների նախաճաշի համար եւ ինչ որ Կանադայի մեջ վաճառվում է։ Երբ որ գնայիս համարյա նույնն է, բայց Միացյալ Նահանգների մեջ վաճառվածը մեջը շատ նյութեր կան, որ կասկը առաջացնող են, բայց ավելի էժան է, ավելի համով է եւ ուրեմն Միացյալ Նահանգների մեջը
կարևորություն չեն տալիս առողջության։ Նաև այսօր down երեխաներ, որ ծնվում են, Միացյալ Նահանգների մեջը ընկերությունները, թեղորայք շինող ընկերությունները գիտեն մի տեղ կա, որ այդ down-ը առաջացնում է եւ վաճառում են։ Ուրեմն մեղք է այդ ընկերությունը, որ գուզե դրամ շինել, ուրեմն այդ ընտանիքը, որ down երեխա ունենա, իրենց մեղքը չէ դա, ուրիշին մեղքն է։ Ուրեմն մեր հիվանդություններուն մեծամասնությունը այդ ձևով է, մեր գերածը, մեր շնչած օդը, այդ ամենը աբականած է եւ այդ պատճառով եւ դրա համար է, որ երբ որ կմտածես տատիկներ, որ քյուղերու մեջ մեծացել են, 90 տարեկան, 92 տարեկան, 95 տարեկան, դեռ ոստանը աշխատում է։ Այո, մեր գյուղում իմ տատը, էլի հորոխբորոս մայրը եւ այլ շատ 94-95 տարեկան են ու առույգ ապրում են։ Մեկ տեսար երիտասարդներին էլ կարող են գախել իրենց խելքով եւ բանապահվածքով։ Okay, բայց ճիշտ անեգա է, որովհետեւ իրենք այդ շուգայի գերագուրները չեն ուտել։ Իրենց կովերուն գածն ավելի մաքուր է, քան այդ գածը, որ մենք կխմենք։ Ամբողջական պատասխան չունիմ, բայց հուսամ քեզի մի քիչ կօգնե իմ մկվատված պատասխանս։ Արդեն կողմնորոշվեցի Հայրանտան, շատ շնորհակալություն։ Yeah, ուրիշ հարց։ Այո, Հայրանտան, ինձ մի հատ հարց է հետաքրքրում։ Արհեստական տեղնավորությունը, դա մեղք է, էկոն այսինքն։ Եկեղեցին սարվեցածը, այո, ասում է, որ մեղք է, Վատիկանը անոր մասին բավականին խոսած է, եւ այսինքն չեմ ուզեր մանրամասնության մեջ մտնել ավելի հստակացնելու այդ ամենը թե ինչու մեղք է, բայց եւ այնպես Հովհաննես Պողոս երկրորդը Պապ լինելուց առաջ մի գիրք գրած էր, բայց այդ գիրքը չհրադարագեց որպես գիրք, այլ երբ որ Ռոմի Բաբը եղավ, ինքը 4 տարի, 4.5 տարի, չորեքշաբթի օրերը այդ բանեն գիրքեն մաս կգարտար ժողովրդին։ Եվ մենք այդ գիրքը թարգմանած ենք հայերենի, այսինքն ամեն հավաքեցինք եւ ուրեմն հավասիկած գիրքն է եւ գիրքի վերնակիրն է արու եվեք ստեղծեց նրանց եւ մարմնի աստվածաբանությունը, ուրեմն մարմինը եւ ինչ է որ Աստված դրած է այս մեր մարմնին մեջը եւ մեր մարմնի քերեցկությունը եւ կարեւորությունը Աստծո ծրագրին մեջ է։ Այդ ամենուն մասին հոստեղը, այսինքն կանի 470 էջ է։ Բավականին մեծ աշխատանք էր, հոգիս ելավ
Սրբանը թարգմանությունը ուրիշ արեց və ես սրբակությունը պետք է անել ոգիս եղավ։ Բայց մարդիկ ոչ ալ կգարտան հույսով են, որ մերնել ես վեդոմ մի քանի հոգի լինի, որ կարտա։ Okay, ուրիշ հարց։ Շնորհակալություն Հայրանդան։ Սիրով Եթե որ մենք բժշկի ենք տնում, եթե աստծմով չէ, էկոնան է, թող չի ստացվի, էլի չստացվի։ Այսինքն, եթե Կներես Սրբի ջան, հա, վարդապետը ասեց չմանրանամ, ես մանրանամ։ Եկոն որ անում են 5, 6, 7 հատ երեխա են անում։ Հետո է դրանցից ամենաուժեղին վերցնում մոր արկանն են դնում են մյուսին թափում են։ Հիմա այդտեղից հետո որոշենք, դա մեղք է թե չէ։ լինում է, որ 2-3 հատ է միանգամից ստացվում, չէ՞, լինում է Ինչ էլ որ լինի, այդ 2-3 հատից դուրս իրենք անպայման մի քանի հատ են անում, որ ամենից առողջը եւ աշխուժը ընտրեն։ Իսկ մնացա հարց է ցակում, մնացածներն ինչ են անում։ Շատ դժվար ու բարդ ահավոր բան է։ Աստված ոչ անի, ինչ որ մեկից պետք կա։ Չէ, պրոստը մտքովս անցել էր, կարդացել էի դրա համար հարցրեցի։ Աստված չեն դա այդ կարիքս կանք։ Շնորհակալություն։ ուրիշ հարց։ Այսօր ասկան բարի գիշեր ասեմ։ Բարի գիշեր, շնորհակալություն Հայրանդան։ Բարի գիշեր։ Հայրանդունը չգա։ Բարի գիշեր։